Որ Վրաստանի համար մենք այսօր հրաժեշտ ենք տալիս մեր սիրելի կաթողիկոս, այսինքն Վրաստանի կաթողիկոս, համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ին, տեսնում եք ինչպեսի սուք է, ինչպեսի սիրով է նվայելում իր ազգի սերը եւ ինչ որտեղ այ սիրտը ցավում է անգամ որ հայերի մեջ չկա այդ տեսեք ինչ միասնություն, ինչ պատիվ իրենց կաթողիկոսի նկատմամբ, որը մեզ մոտ պակասում է ցավոք, լավ կլիներ, եթե մեր ազգն էլ օրինակ վերցներ, այս է իմ ասելիքը։ Գիտեք ինչ հարցնեմ, կարող է դուք կարող եք մեկնաբանել, մենք սպասում ենք ստեղ տեղապարին, բայց ինքը չի գալիս, քանի որ թույլտվություն չի ստացել, ինչ կարծիքի եք այդ թեմայով։ Ես գտնում եմ, որ դա լավ չի, այդպիսի բան չպետք է լիներ, մեծ կաթողիկոսը պիտի մասնակցեր այսօրվա օրվան, ոչ մի բան չպետք է խոչընդոտեր նրա այցին, չի կարելի նման բան անել, անսխալ մարդ չկա, բոլոր մահկանացուներն էլ մեղավոր են, ես չեմ ուզում հիմա այդ մասին խոսել, բայց եթե հիշենք մեր այս կաթողիկոսի մասին էլ շատ վատ բաներ էին ասում, կային նրա մարդիկ նրա դեմ էլ, բայց բոլորը կողքի են դրել այդ ամենը եւ այսօր տեսնեք ինչպես միասնությամբ են բոլորը սգում նրա այս վիշտը։ Նույնը պետք է նաև մեր հայերի մոտ լինել, պետք է ներողամիտ լինեն եւ թույլ տային, ես չգիտեմ նա ինչ մեղք է գործել, եթե իրոք այդ մեղքերը կա, անգամ պետք է որ ներեին եւ թույլ տային այսօր մասնակցել այս արարողությանը, դա մեծ սխալ է, ես գտնում եմ ճիշտ չի։ Прихожане нашей армянской апостольской церкви выражаем нашу глубокую. Մենք հայառաքելական եկեղեցու հետևորդներս ձեր կողքին ենք եւ մեր խորը վիշտը եւ ցավն ենք հայտնում։ Չեմ կարող խոսել։ Մեծ ցավ է, որ մենք կորցրինք նման մարդու, վրայցի եկեղեցու նման առաջնորդի։ Մենք կիսում ենք այս ցավը եւ այս վերջին պահին, քանի դեռ նա մեզ հետ է, ցանկանում ենք մեր հարգանքի տուրքը մատուցել նրան։ Ցավակցում ենք ամբողջ հայ, վրաց ժողովրդին, բոլորիս համար էլ մեծ վիշտ է, սրտանց ցավակցում ենք բոլորին։ Հիմա բարձրանում ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու վրաց պատրիարքին, մեր վերջին հրաժեշտը տալու Վիրայոց թեմի հոգևոր դասով, առաջնորդի գլխավորությամբ եւ երկար ճանապարհ պիտի անցնենք, ուզում ենք մեր երախտագիտությունը, մեր խորին ցավակցությունը հայտնել նաև ժողովրդին, վրաց ժողովրդին, այս մեծ կորուստի համար, որովհետև իրականում շատ մեծ նպաստ ունեցավ եւ ժողովրդի եւ ընդհանրապես Վրաստանի համար։ Դրա համար մեզ համար մեծ պարտք է եւ կարեւոր նշանակություն է այսօրը մեր հարգանքի տուրքը մատուցել եւ ընդհանուր մեր համայնքով, մեր հայ ժողովրդով մեր խոնարհումը հայտնել պատրիարքի շատակի համար։ Անպայման կլինեն, որովհետև վստահ եմ, որ հոգևորականներ կգան, կմասնակցեն թաղման արարողությանը, որովհետև մենք արդեն որպես հրավեր ունենք, հայ եկեղեցին ունի հրավեր մասնակցելու, այսինքն պատրիարքի թաղման կարգին, եւ սա կարեւոր նշանակություն ունեցող մի առիթ է, որովհետև երկու երկրների հոգևոր դասը սերտ կապված են իրար հետ, դեռևս հին ժամանակներից սկսած Վազգեն Վեհապար հայրապետով եւ մինչեւ այսօր շարունակվում է այդ կապը եւ շատ ուրախ ենք որ այս մտերմությունն ու ջերմությունը ունենք երկու ժողովուրդների, երկու պետությունների մեջ, նաեւ շատ կարեւոր է հոգեվոր իմաստով։ Ցենտրալնի ճանապարհը անցի, այսքան ժողովուրդ։